Պարոն նախագահ, մինչև դատականիստերի դահլիճ մտնել է։ Այս քրեական գործի մասին ձեր դիտարկումները կասեք։ Տեսեք, այս քրեական գործը իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորում է։ Սկզբի համար սա։ Ես չեմ ուզում ուշանալ դատականիստից, խնդրում եմ համբերությամբ լցվեք, սպասեք, դուրս կգամ, բայց խնդրում եմ շատ կարճ իրար հետ համաձայնացրեք ինչ հարցեր, որովհետև մեկ այլ չասեմ կարևոր, բայց պարտադրված հանդիպումներ։ Ձեր թույլտվությամբ շատ կարճ մի հարցազրույց, պարոն նախագահ, ձեր առաջին գործում դատավորի համար ճակատագրական առաջին դատավորի համար ճակատագրական դարձավ, երբ ինքը համակարգի թերորդ։ Այդ համառությունը ասում է, որ ես առաջադրում եմ ինչու չեն միանում խմբակցությունները թողին դարձնել որոշապես ժամանակավոր ու վեզ է մեղադրում։ Ասացած Սարգսյանի թիմը ասել է նախապայմանների քննարկեն, հիմա չի ուզում։ Դիժեցնում են գործընթացներ։ Ո՞վ չեն ուզում Նիկոլին հեռացնել։ Բարի օր։ Ես դες չեմ թողնում։ Բայց ասեն դուք տեխնազումն եք նախընտրելի, եթե այս մանրուքն հասկանացին, չէ՞։ Դուք հնարավորություն ունենալու եք։ Ukraine հարցին պատասխանում, որ ով էստես ամուսնացնում։ Ուղղակի խորհուրդ տվեք, թող գնան խմբակցության հայտարարությունը ուշադիր կարդան։ Եթե հայերեն լավ չեն հասկանում, ես կխնդրեմ խմբակցության ղեկավարին, ինքը մանրամասնի կբացատրի։ Դե դուք ասել եք, որ Նիկոլ երկուսով չեք իրավիճակին չեք տիրապետել։ Հայտարարել եմ հայ Սարգսյան իրավիճակին չի տիրապետել։ Ձեր հրաժարականից 5 օր առաջ դուք ասել եք, որ ամեն ինչ հասցրեք ակել, այսինքն ձեր հրաժարականներ եք ակելի տակ։